Երեք Հայաստանի եւ Կոսովոյի հավաքականների խաղն էր ֆուտբոլի, որը մենք նույնպես խայտառակությամբ պարտվեցինք, ու արդեն որերորդ անգամ է ես ուղղակի Հայաստանի հավաքականի հետ ֆուտբոլ չեմ կարող նայել, որտեվ ամեն անգամ ներվայնանում եմ, ամեն անգամ խայտառակում ենք։ Չկա այնպիսի խաղ, որտեղ մենք չենք կրվում, այլ այդպիսի խայտառակ ձևով։ 5-2 Կոսովոն մեզ հաղթեց։ Լավ, Կոսովոն ով էր, որ պետքա մեզ հաղթեր։ Ինչի մասին է մտածում մեր ֆուտբոլի ֆեդերացիան։ Ինչքան կարող ենք մենք անընդհատ պարտվենք, անընդհատ պարտվում ենք։ Մեր հավաքականի խաղը դուք տեսել եք ինչ վատ են խաղում։ Պաշտպան ընդհանրապես գոյություն չունի, անընդհատ է դարպասապան թիրախում է անընդհատ։ Ամբողջ խաղի ընթացքում ինքը թիրախում է, այդպես չէ խաղում ֆուտբոլ։ Պաշտպանները ընդհանրապես չեն պաշտպանում։ Երկրորդ խաղարկեսից հետո ընդհանրապես մեր ֆուտբոլիստները գոյություն չունեին։ Ոնց որ զոմբիներ էին, այսպես։ Գնդակը կողքով անցնում է, սենց աչքերը հետները գնում էին, բայց ոչ մի բան չէին անում։ Այդ բթացած վիճակ։ Հիասթափված եմ, ու ոչ միայն ես, ամբողջ Հայաստանը, ընդհանրապես բոլոր մարդիկ, ովքեր որ ինձ հետ ֆուտբոլ էին նայում, մեր Հայաստանի հավաքական ում հետ խաղում է, ահա որ ձևի պարտվում է, մենք ահա որ հիասթափված ենք։ Եվ հորդորում ենք, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան մի բան անի, որ մենք այլևս չխայտառակվենք։